Ադրբեջանի իշխանություններին։ Հիմա կցանկանայի անդրադառնալ նաև այս դատավարությունների ընթացքում Կարմիր խաչի գործունեությանը, ինչպես գիտեք, Կարմիր խաչը կանոնավոր այցելություններ է անցկացրել 1 կամ 2 ամիսը մեկ պարբերականությամբ Բաքվում պահվող բոլոր հայերի, սակայն այս հանդիպումները դադարեցի 2025 թվականի հունիս ամսին, իսկ Կարմիր խաչը արդեն սեպտեմբերին հայտարարեց իր գործունեության դադարի մասին, բայց այս այցելությունները տեղի են ունեցել փակ հաստատություններում եւ ուղղակի առնչություն չեն ունեցել դատական պրոցեսների հետ, այստեղ դիտարկվել են նրանց պահման պայմանները, առկա առողջական եւ այլ խնդիրները եւ կոնֆիդենցիալ հիմունքներով դրան կոմունիկացվել են Ադրբեջանի իշխանություններին եւ Կարմիր խաչը փորձել է երկխոսության ճանապարհով հասնել որոշակի պայմանների բարելավման, կարծում եմ, որ այդ գործունեությունը իր դրական արդյունքը տվել է, եթե մենք համեմատում ենք պահման պայմանները գերեվարման վաղ ժամանակահատվածում եւ հետագայում, ապա դրական տեղաշարժեր նկատելի են։ Նշեմ, որ որոշ դատապարտված գերիների նաեւ տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմանները անհամեմատ ավելի լավ են եղել, քան սկզբնական պահման վայրերը, բայց նաեւ այն վերապահումը անեմ, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ, որտեղ իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, դրանք իրականում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ եւ դրանով ներքին լսարանին ցուցադրում են, որ մարդասիրական նորմերը Ադրբեջանում պահպանվում են, այս ճանապարհով փորձ է արվում նաեւ բարձրացնել նրանց օմբուդսմենի դերը հայ պատանների իրավունքների պաշտպանության հարցերում եւ մենք այս գործընթացի եւ Կարմիր խաչի գործունեության դադարեցման միջև նաեւ կապեր ենք տեսնում, այսինքն մի կողմից փակվում է Կարմիր խաչը, մյուս կողմից կադրեր են թողարկվում, որտեղ օմբուդսմենի այցելությունները դիտարկվում են որպես փոխարինող արդյունավետ միջոցներ, մենք այս մոտեցումը ընդհանրապես չենք կիսում եւ մեր միջազգային գործընկերներին էլ տեղեկացրել ենք, որ օմբուդսմենական ինստիտուտը Ադրբեջանում անկախ չէ, անկախության փարիզյան սկզբունքներին չի բավարարում եւ որևէ աջակցություն այս ինստիտուտի կողմից չի կարող բավարար լինել։ Նշեմ, որ արդեն նոյեմբեր ամսին դատական նիստերը թևակողեցին եզրափակիչ փուլ, որտեղ մենք լսեցինք նաև առաջարկվող պատժատեսակները, բոլորի առնչությամբ պահանջվեց ղեկավարության ցմահազատազրկումը, միայն օրենսդրական հանգամանքով պայմանավորված 65 տարին լրացած երկու ռազմաքաղաքական ներկայացուցիչի առնչությամբ պահանջվեց 20 տարի ազատազրկումը։ Եվ մենք նաև հոկտեմբեր ամսին ունեցանք կարևոր զարգացում, երբ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց մասնավոր փաստաբանի ծառայություններից, հստակ ներկայացնելով շարժառիթը, դա կապված էր պաշտպանությունը կազմակերպելու անհնարինության հետ, ըստ էության 400 հատորը գերազանցող ծավալի նյութեր էին ներկայացվել, որը գերազանցում է 100,000 էջը, ընդ որում այս նյութերը օգտագործվել են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլ նաև 15-ի դատավարություններում եւ այս մեծածավալ նյութերը թարգմանված չեն եղել հայ ամբաստանյալներին հասանելի լեզուներով, ավելին դրանց ծանոթանալու հնարավորություն չի տրվել, նախ օբյեկտիվ հնարավորություն ժամանակի առումով եւ մյուսը բազմաթիվ փաստաթղթեր նաեւ կլասիֆիկացված են եղել որպես օրինակ գաղտնի տեղեկություններ եւ այստեղ էլ դրվել են լրացուցիչ սահմանափակումներ եւ ակնկալվել է, որ առանց մեղադրական եզրակացությանը ծանոթանալու, առանց գործի նյութերին ծանոթանալու հայերը պետք է կազմակերպեն ձևական
պաշտպանություն, բոլոր այն միջնորդությունները, որոնք ուղղված են եղել իրական պաշտպանությանը, մերժվել են, այսինքն կողմերի իրավահավասարության, զենքերի հավասարության սկզբունքը եւս պահպանված չի եղել եւ այստեղ անտրամաբանական է դարձել ձևական պաշտպանություն կազմակերպելը եւ մասնավոր փաստաբանը ներգրավել հենց այդ նպատակներով, նրա գործունեությունը եւս խոչընդոտվել է եւ արդեն անառարկական է դարձել որևէ պաշտպանության կազմակերպումը, մինչեւ այս ազատումը մենք կարողացել ենք ավելի հանգամանալից տեղեկություններ ստանալ դատավարությունների վերաբերյալ, սակայն հոկտեմբեր ամսից սկսած միակ աղբյուրը դարձել են պաշտոնական լրատվամիջոցները։ Եվ արդեն գիտեք դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ 15-ի դատավարության վերջին նիստը, դատավարությունը ավարտված է, այս գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ մենք ակնկալում ենք այս ամսվա ավարտին ունենալ դատավճիռ։ Հետաքրքրական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով, 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջի խոսքի իրավունք, սակայն նիստը հետաձգվեց փաստաբանի առողջական խնդիրներ ունենալու հիմքով, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի, որից հետո նշանակվեց մեկ այլ նիստ, բայց այս նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Այսինքն դեկտեմբերի 26-ին, երբ 15-ի գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, այս հանգամանքը օգտագործվեց գործի հետագա ձգձգումը արդարացնելու նպատակով։ Եթե այս հանգամանքը լիներ իրական հետաձգման պատճառ, ապա դեկտեմբերի 27-ի նիստը եւս պետք է հետաձգվեր այս հիմքով, բայց դեկտեմբերի 27-ի նիստը հետաձգվել էր փաստաբանի ենթադրաբար առողջական խնդիրների պատճառով, եւ սա մեզ թույլ է տալիս մտածել, որ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Ինչով է դա հիմնական պատճառները, որոնք կարող են լինել, դժվար է վերհանելը, սակայն այդ հետաձգման միտումը մեզ համար նկատելի է։ Եվ դատավարության մասով շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, գործերը քննվել են ռազմական տրիբունալների կողմից, այդ թվում Ռուբեն Վարդանյանի գործը, որտեղ մենք ունենք մեկ ամբաստանյալ քաղաքացիական անձ, իսկ ռազմական տրիբունալները ընտրվում են սուբյեկտների հիմքով, այսինքն մեղադրյալը պետք է ռազմականացված անձ լինի, որպեսզի կոմպետենտ դատարանը լինի ռազմական դատարանը եւ հետաքրքրական է, որ կալանքի ձևական որոշումների ժամանակ սկզբնական փուլում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջնորդությունները ուղարկել են հենց սովորական գործեր քննող դատարան, քաղաքացիական դատարաններ, ուստի հետագայում է որոշում կայացվել գործը փոխանցել ռազմական դատարանին, ինչը մենք մեկնաբանում ենք հենց քաղաքական պատվերի շրջանակներում։ Եթե անդրադառնամ մի շարք այլ թարմ նորությունների, նշեմ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ակնկալվում էր տեղեկություններ այնտեղ պահվող հայերի վիճակի մասին, եւ մենք այս տեղեկությունները պետք է ստանայինք դեռևս 2025 թվականի նոյեմբեր ամսին, նոյեմբերի 4-ին, Ադրբեջանի կառավարությունը շուրջ 2 անգամ լրացուցիչ ժամանակ խնդրեց դատարանից եւ վերջնաժամկետը հունվարի 8-ն էր։ Կարող եմ հաստատել, որ մենք հունվարի 12-ին ստացել ենք տեղեկություններ, որոնք 16-ի առնչությամբ պարունակում են տվյալներ նրանց առողջության ընթացքում իրականացված բժշկական զննությունների, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ, կից ներկայացվել են որոշ լուսանկարներ, թե խցերի եւ թե անձանց վիճակի առումով, այսինքն նոյեմբերի 4-ի պարտականությունը հետաձգված կերպով Ադրբեջանի կառավարությունը իրականացրեց 2026 թվականի հունվարի 12-ին։ Եվ մենք ունեցանք մի դրական տեղաշարժ, որը հաճելի անակնկալ էր մեզ համար, դա
2025 թվականի դեկտեմբերի 24-ի եւ 25-ի Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելություններ, այսինքն 7 ամիս տևած դադարից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելություն իրականացրեցին, բայց ուզում եմ հստակեցնել, որ սա ad hoc մեկանգամյա փոխհամաձայնեցված այցելություն էր եւ այն կանոնավորության չի ենթարկվում հաշվի առնելով, որ գրասենյակը իր գործունեությունը դադարեցրել է, բայց մենք չենք բացառում, որ նոր համաձայնությունների ձեռքբերման պայմաններում այս այցելությունները կրկնվող լինեն, ինչ հաճախականությամբ չենք կարող կանխատեսել, բայց դրա հնարավորությունը չենք բացառում, բոլոր դեպքերում Կարմիր խաչի այցելությունը դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե այնտեղ գտնվողների եւ թե նրանց ընտանիքի անդամների շրջանակում եւ այդ այցելության ընթացքում նաեւ նամակներ են վերցվել, տեսագրություններ են վերցվել, որը արդեն այս ամսվա ընթացքում փոխանցվել է ընտանիքի անդամներին։ Մենք տարբերակված մոտեցում ենք վերաբերմունքի առումով դիտարկել Ռուբեն Վարդանյանի պարագայում, հետաքրքրական է, որ մեծացել է նրա մեկուսացվածությունը արտաքին աշխարհից եւ ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը 16-ի պարագայում շաբաթը մեկ անգամ զանգի հնարավորություն է տրվել, որպես կանոն չորեքշաբթի օրերին, իսկ դատապարտված 7 անձանց պարագայում 4-ից 6 շաբաթը մեկ պարբերականությամբ, հիմա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթյա պարբերականությունը պահպանված չէ եւ ինչ-ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործընթացը ձգձգվում է եւ նա զրկվում է վերջին խոսքը արտահայտելու հնարավորությունից։ Եվ կարծում ենք ռազմագերի